Եվ այսպես, ես հիմա պնդում եմ, որ այս հրապարակումները արդեն մաթեմատիկական ճշգրտությամբ ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանը հրեշ է, հենց այս բառն եմ օգտագործում, հրեշ է, որը 2019 թվականի ապրիլին եւ հունիսին ստացել է կարգավորման պլան, իդեպ չգիտես ինչու ապրիլի պլանը չի հրապարակել, պլան, որը հաստատում է խաղաղություն եւ ապա շրջափակում, միջազգային խաղաղարար ուժերի տեղաբաշխում Արցախի ամբողջ պարագծով եւ նաեւ այն 5 շրջանում, որտեղից պիտի հայկական ուժերը դուրս գային, եւ մենք ստանում ենք խաղաղություն, պահպանելով ամբողջ Արցախը, Քելբաջարը եւ Լաչինը։ Բայց նա մերժել է այս պլանը եւ ընդհանրապես բանակցությունները, այդ մերժումով մարտահրավեր է նետել ոչ միայն Ադրբեջանին, այլ նաեւ ամբողջ միջազգային հանրությանը եւ առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահ երկրներին, Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային եւ Ռուսաստանին։ Եվ ըստ էության նա լեգիտիմացրել է այս մերժումով, բանակցություններից հրաժարումով Ադրբեջանի ագրեսիան կամ պատերազմի վերսկսումը 2020 թվականին։ Արդյունքում նա ներքաշել է մեզ մի պատերազմի մեջ, որում մենք ունեցանք եւ Արցախի ոչնչացումը եւ 5000 մեր զինվորների կյանքի կորուստը եւ ավելի ծանր նաեւ հետևանքներ ունեցանք, մեր պետությունը այսօր այնքան վնասված է եւ այնքան թուլացած է, որ խոսքը գնում է արդեն նրա գոյատևման մասին։ Ուրեմն սրանով, այս հրապարակումներով, ես սա ուզում եմ, որ ֆիքսվի, այս հրապարակումներով պարզվեց, որ կնիքով պարզվեց արդեն։ Այս ինչ-որ միկրոֆոն ըմբոստացավ, հիմա տեսեք, չէ, ABC-ն չպիտի ըմբոստանար, ինքը սկզբունքորեն պիտի դեմ չլներ իմ ասածներին։ Հա։ Պարկացրեք։ Լավա։ Ուրեմն սրանով կնիքով ասում եմ, փաստական ապացույցներով անհերքելի պարզվեց, որ ուրեմն այս ամբողջ հետևանքները, Հայաստանի աղետալի թուլացումը, Արցախի կորուստը, 5000 զինվորների մահը, ամբողջությամբ եւ բացի դրանից, այս կապիտուլյացիայի սողացող եւ բայց չդադարող այս ամբողջ գործընթացը ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի խղճի վրա է։ Հիմա այս հայտարարությունը անելուց հետո ես ուզում եմ ավելի մանրամասն անդրադառնալ եւ կարծում եմ սա շատ կարեւոր է մեր հանրության համար, երկու, ինչպես ասացի, թեմայի։ Մեկը ինչ էր այս պլանը, եկեք մանրամասն, ես չգիտեմ դուք ուշադիր կարդացել եք այդ պլանը, թե չէ, բայց դա շատ կարևոր բան է, բացահայտում է։ Եվ այսպես, ինչն էր 2019 թվականի հունիսի պլանի ամբողջ էությունը։ Փաստորեն ամբողջ կարգավորման գործընթացը բաժանվում էր երկու էտապի, երկու փուլի։ Առաջին փուլը լինելու էր փոխհամաձայնված արդեն եւ իրականացվելիք քայլերի իրականացման փուլ։ Այդ քայլերը ինչ էին նախատեսում։ Ուրեմն 5 շրջանների վերադարձ Ադրբեջանին, խոսքը Զանգելան, Ղուբատլի, Ֆիզուլի, Ջաբրայիլ եւ Աղդամ շրջանների վերադարձ Ադրբեջանին, բայց միայն այն բանից հետո, երբ Արցախի Քելբաջարի, Լաչինի, Պարագծով եւ այդ 5 շրջաններում տեղակայվում են միջազգային խաղաղարար ուժեր։
Շատ կարևոր հանգամանք է։ Այսինքն անգամ դա 20 թվականին նման չէր լինելու, ոնց որ ռուսական խաղարար ուժերը մտան Լեռնային Ղարաբաղ, ոչ, նրանք մտնելու են այդ հանձնվող 5 շրջան։ Եվ շրջապատում են ամբողջ պարագծով Արցախը։ Այս 5 շրջանները պետք է մտնեին բացառապես Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները։ Այսինքն չէր էլ մտնելու ոչ բանակը ադրբեջանական այդ 5 շրջանը, պատկերացրեք, ոչ էլ Ադրբեջանի որևէ ուժային կառույց։ Միջազգային այդ խաղարար ուժերի կազմը կորոշվեր Հայաստանի եւ Ադրբեջանի փոխադարձ կոնսենսուսով։ Այսինքն եթե մենք ինչ-որ վախեր ունենք, օրինակ հետագայում դրա մասին խոսենք, որ մեր ինքնիշխանությունը կարող ուզեր, չգիտեմ, այտենց միշտ ակնարկում են, որ ռուսական ազդեցությունը կավելանար, չգիտեմ ինչ, եւ այլն, Հայաստանի Հանրապետությունը ուներ հնարավորություն դուրս հանելու այդ միջազգային խաղարար ուժերի կազմից, օրինակի համար ռուսական ուժերին, եթե այնման մտավախություն կար։ Շրջապակումը լիարժեք վերանում էր, այսինքն մենք ունենում ենք բոլոր ճանապարհների բացում, բոլոր կոմունիկացիաների բացում, բոլոր կանալների բացում, մենք անմիջապես հայտնվում էինք նորմալ տնտեսական ապաշրջապակված իրավիճակի մեջ։ Եվ մի կարևոր բան, որը Փաշինյանը եւ Ռուբինյանը հերքում են եւ ուղղակի սուտ են ասում, որ իրենք ասում են լուծավում էր Ղարաբաղի կարգավիճակը, իրականում հակառակը սահմանվում էր միջազգայինորեն լեգիտիմ միջանկյալ կարգավիճակ։ Սա ապացուցելու համար բերեմ ձեզ մեջ բերում հենց այդ պլանից։ Մինսկի խմբի համանախագահ երկրների աջակցությամբ ճանաչվում են Լեռնային Ղարաբաղի իրավունքները, որոնք ապահովագրում են Լեռնային Ղարաբաղի լիարժեք կենսագործունեության կազմակերպումը։ Այսինքն ոչ միայն շարունակելու էին Լեռնային Ղարաբաղի հանրապետության իշխանությունները գործել իրենց լիազորությունների լիարժեք եւ լիակատար ծավալով, այլ նաեւ այդ ծավալը իրենց լիազորությունների ճանաչվում էր միջազգային հանրության կողմից իդեմս Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի։ Ավելին այստեղ հենց այդպես էլ գրած է համանախագահ երկրների աջակցությամբ, այսինքն նաեւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության իշխանությունները կստանային այդ 3 համանախագահների աջակցությունը։ Դուք հասկանում եք սա ինչ նշանակում։ Սա նշանակում էր միջանկյալ լեգիտիմիզացիա Լեռնային Ղարաբաղի հանրապետության։ Էդել են սուտ ասում, որ բանա ինչ որ լուծարվելու էր, SRN էր բան, որովհետև բացի այս արձանագրումից նաև ասվում էր, որ նաև միջպետական, միջկառավարական համաձայնագրով կմասնավորեցվեն будут детализированы, ուրեմն բոլոր լիազորությունները, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետության կառավարությունը ունեցել է։ Մյուս կետը, որը ուղղակի ապշեցուցիչ է, Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը ապահովելու էր մի քանի երաշխիքներով։ Մեկը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ուժիչ կիրառման պարտավորությամբ, սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև Ադրբեջանը թղթի վրա ստորագրությունը դնելով հրաժարվելու էր ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի այդ լիազորությունից իր տարածքում ռազմական գործողություն անցկացնելուց, որը այսենց Ադրբեջանը միշտ մեջ բերում էր եւ դրա մասին էր խոսում եւ այլն, սրանից հրաժարվելու էր։ Ադրբեջանը ընդունել էր, որ ինքը իրավունք չունի Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական որևէ գործողություն կատարել։ Բայց սա քիչ է, ավելի ապշեցուցիչ բաներ կան։ Ուրեմն Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը էին ճանաչվում եւ դառնում Հայաստանը,
Տենց էլ գրած է, հաշվի առնելով Հայաստանի հատուկ կապերը Լեռնային Ղարաբաղի հետ։ Այսինքն Լեռնային Հայաստանը ստանում էր միջազգայինորեն ճանաչված լիարժեք իրավունք միջամտելու հակամարտության մեջ, եթե հանկարծակի Ադրբեջանը խախտեր իր պարտավորությունները։ Բայց սա էլ քիչ է, խաղարար ուժերը մենք այդ արդեն հասկացանք միջազգային, բայց երաշխավոր էին նաև դառնում այս անվտանգության համանախագահ երկրները, այսինքն Ամերիկան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, ինչպես նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դառնում էին Լեռնային Ղարաբաղի, ոչ թե համաձայնագրի, այլ Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր։ Հիմա նայեք, սա այն էր, ինչ որ պիտի իրագործվեր առաջի փուլում, այսինքն անմիջապես, այս ամեն ինչը պիտի իրագործվեր, որից հետո խոսքը գնում է երկրորդ փուլի մասին, բայց ես հիմա բացատրեմ այդ երկրորդ փուլի մեթոդոլոգիան ինչ է նշանակում։ Երկրորդ փուլը ընդգրկում է այն հարցերը, որոնց լուծումը դեռ պիտի բանակցվեր, այսինքն դրանք ոչ թե իրականացվելիք հարցեր էին, այլ ընդհանրապես նշмарում էին այն հարցերը, որոնց շուրջ պետք է գալ համաձայնության։ Այսինքն մենք խաղաղությունը արդեն հաստատել ենք, լիարժեք, բանակցում ենք այլ չլուծված հարցերի մասին։ Եվ որոնք են այդ հարցերը։ Քելբաջարի եւ Լաչինի վերադարձ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող միջանցքի պահպանումով, սա չլուծված հարց է։ Ինքը որպես նպատակ արտացոլվում է, բայց չլուծված հարց է։ Եվ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանումը ՄԱԿ-ի կամ ԵԱԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտման հիման վրա։ Այսինքն այս երկու նպատակը հռչակվում է, բայց դրանց իրականացման եւ քայլերի շուրջ դեռ պետք է շարունակվեին բանակցություններ։ Սա ինչ է նշանակում։ Օրինակ, ով որ դիվանագիտության մեջ այդքան էլ թրծված չի, ես դες ասեմ, երբ որ չլուծված հարցերը առանձնացվում են մի փաթեթի մեջ, դա նշանակում է, որ այդ հարցերի լուծումը դառնում է փոխկապակցված։ Դրա մասին 2021 թվի հունվարի 14-ի իր հոդվածի մեջ գրել է Յուրի Պապովը, որը այն ժամանակ համանախագահն էր Ռուսաստանի կողմից։ Ինքը գրել է, որ вопрос передачи Кельбаджара и Лачина будет решен в увязке с определением конечного статуса Нагорного Карабаха. Այսինքն Քելբաջարի եւ Լաչինի ոչ միջազգային մասի վերադարձի հարցը պետք է լուծվի կապված Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հաստատման հետ։ Հիմա ես բացատրեմ այս մեթոդոլոգիան ինչ է նշանակում։ Սա նշանակում է հետևյալը, քանի որ գրված է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական ստատուսի լուծումը պետք է կատարվի հենվելով մանի այդ Լեռնային Ղարաբաղի բնակչության կամարտահայտման հիման վրա անցկացված հանրաքվեի վրա, որտեղ պետք է դրվեն հարցեր, որոնք ոչ մի սահմանափակում չունեն եւ բոլոր կողմերը դրանց արդյունքի հետ պետք է համաձայնեն։ Սա նշանակում էր, որ այդտեղ շարունակում էր մնալ հայկական եւ ադրբեջանական շահերի բախում, հասկանում եք։ Օրինակի համար ադրբեջանցիները պետք է պնդեին, որ գիտեք ինչ, եկեք վերադարձնենք Լեռնային Ղարաբաղի բնակչության բանը, Լեռնային ադրբեջանական մասը, ընդ որում իրանք արդեն մեծ աճել են, այն ժամանակ այսքան էին, ընդամենը 45000 են, հիմա 150000 են դարել, պետք է ուրեմն այդ բոլորին այնտեղ մտցնել։ Հայերը պետք է պնդեին, որ չէ, այդպես բան չկա, պետք է պահպանենք համամասնությունները եւ այլն։ Այս հարցերի շուրջ երբեք, ես դες պատասխանատու ձևով ասում եմ, երբեք ձեռք չէր բերվելու որևէ համաձայնություն։ Եվ բոլորը գիտակցաբար գնում էին այս պլանի իրականացմանը, որովհետև այս հարցերի շուրջ, քանի որ չէր ձեռք բերվելու համաձայնություն, ամբողջ իրականացումը խաղաղության պլանի կավարտվեր առաջին փուլի իրականացմամբ։ Ինչը նշանակում է, որ Հայաստանը եւ Արցախը
լեգիտիմորեն կպահպանեին իրենց վերահսկողությունը ամբողջ Լեռնային Ղարաբաղի, Արցախի վրա, գումարած դրան Քելբաջարն ու Լաչինը, ընդ որում երաշխավորված խաղաղության պայմաններում։ Սա էր ամբողջ այս պլանի էությունը։ Իսկ եթե հանգարցակի Ադրբեջանի համար շատ կարևոր դառնար Քելբաջարի եւ Լաչինի ոչ միջանցքային մասի վերադարձը, Ադրբեջանը պետք է գնար արմատական զիջումների Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավիճակի հաստատման հարցում։ Այսինքն ստեղծում էինք խաղաղություն, իսկ օդում կախում էինք ապագա սերունդների համար մի հնարավորություն, որ ի վերջո կարող է Քելբաջարը հետ գնա Ադրբեջանին, բայց Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գնով Ադրբեջանի համար։ Այսինքն ես չգիտեմ, սրանից լավ պլան մեկ էլ բանն էր 97 թվականի փուլային պլանն էր։ Դրա մասին կխոսանք, եթե հարցեր հնչեն, բայց սա իրականում ես չգիտեմ, այստեղ թերությունը որն է այս պլանի մեջ։ Այսինքն ոնց կարելի էր ստանալ սենց այսպիսի պլան, ընդ որում երկու անգամ, մի անգամ ապրիլին 19 թվականի, մյուս անգամ արդեն հունիսին եւ ուղղակի չընդգրկվել այս բանակցությունների մեջ ամբողջ սրտով, եռանդով, ջերմեռանդությամբ, որպեսզի մենք ստանանք այս իրանելի խաղաղությունը։ Եվ սա այս հարցադրումը մեզ շատ տենց բան ձևով բերում է դեպի երկրորդ հարցը, թե ինչ է եղել այս պլանին Նիկոլ Փաշինյանի շատ սահուն ձևով մենք գալիս ենք այս հարցին։ Ինչ է եղել Նիկոլ Փաշինյանի պատասխանը այս պլանին։ Ուրեմն նախ եւ առաջ արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը իր պատասխանը չի հրապարակել։ Ինչպես նաև ի դեպ չի հրապարակել Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանները, չի հրապարակել Ռոբերտ Քոչարյանի պատասխանները Մինսկի խմբի համանախագահության առաջարկներին, չի նաև հրապարակել Սերժ Սարգսյանի պատասխանները բացառությամբ իր դիմումին Պուտինին։ Գիտեք, երկու հատ նամակ է հրապարակել եւ բնականաբար չի հրապարակել Նիկոլ Փաշինյանի պատասխանը։ Մենք հարց չէ առաջանում։ Քեզ եկել է 2019 թվին սենց փաստաթուղթ։ Խաղաղություն, Ղարաբաղի դե ֆակտո անկախություն եւ դուք վազեիր ես բանակցելու։ Դու ինչ ես պատասխանում։ Դու 3 տարբերակ, ես արդեն ասացի, 3 տարբերակ ունեիր։ Կամ պիտի անմիջապես սրանից բռնվեիր, գնայիր խաղաղության հասնելու նպատակին։ Ես հիմա ապացույցներ կբերեմ, որ Ալիևը համաձայն էր։ Ես այդ ապացույցներն էլ կբերեմ։ Երկրորդ տարբերակը գոնե շարունակեիր բանակցել, ասեր լավ, այս պլանը ունի խնդիրներ, ես առաջարկում եմ այսպիսի փոփոխություններ, եւ երրորդ տարբերակը դա պատերազմի տարբերակն է, երբ որ դու ոչ մի բան չես պատասխանում։ Դու թքում ես միջազգային հանրության ճակատին։ Ֆրանսիայի, Ամերիկայի, Ռուսաստանի ճակատին ես թքում։ Ամբողջ միջազգային հանրության առաջ։ Դու չես պատասխանում այս պլանին։ Հիմա այս առումով մենք հələ որոշակի պատասխան չունենք, չէ՞, որովհետև Ռուբեն Ռուբինյանը ասում է մենք ոչ թե մերժել ենք, մենք գտնվում ենք գնահատման փուլում։ Փաշինյանն էլ է նման մի բան ասում է մենք ուսումնասիրում ենք այդ բանը առաջարկը։ Հիմա որ դուք հասկանաք այդ ասածների աբսուրդը, ես ձեզ ուզում եմ պարզ փաստի առաջ դնել։ Հայաստանը ստանում է այդ առաջարկները 2019 թվականի ապրիլին եւ հունիսին եւ մինչեւ ընդհուպ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա եւ Ղարաբաղի վրա, գտնվում է գնահատման փուլի մեջ։ Պատասխան չի տալիս։ Այսինքն ինչքան ժամանակ է պետք, որ դու պատասխանես այս առաջարկներին։
Ես այս հարցը իզուր չեմ դրում, մի հատ պատմական օրինակ եմ ուզում բերեմ։ Գիտեք, որ ասենք 1904 թվականի ռուս-ճապոնական պատերազմը սկսել է այն պատճառով, որ Նիկոլայ II-ը ժամանակ չի գտել Ճապոնիայի նոտաները եւ նամակները կարդալու համար։ 3 ամիս մարդիկ ուղարկել են ինչ որ բաներ են, վեճեր են եղել, չի պատասխանել։ Մինչդեռ եթե պատասխաներ ու ինչ որ ընդառաջ ինչ որ քայլեր աներ, այդ պատերազմը չէր լինի։ Մի պատերազմ, որը այնքան խայտառակ պատերազմ դարավ Ռուսաստանի համար, որ սկսվեց առաջին ռուսական հեղափոխությունը, դրանից հետո կորուստներ, կորցրեցին Սախալինի կեսը եւ այլն եւ այլն։ Բայց այդ խայտառակությունից հնարավոր էր խուսափել, բայց Ռուսաստանը մեծ երկիր է, ինքը իրեն կարա թույլ տա նման կորուստներ։ Էլի սխալ էր, բայց կարա թույլ տա նման կորուստներ։ Ռուսաստանը չկործանվեց այդ պատերազմից։ Հայաստանը կործանվում է, Արցախը ոչնչացավ։ Նիկոլ Փաշինյանը չի պատասխանել, իսկ հիմա ես դες կապացեմ ավելի ճիշտ, ինքը պատասխանել է։ Ինքը չի պատասխանել դիվանագիտական խողովակներով։ Ինչպես մենք հասկանում ենք Փաշինյանի եւ Ռուբինյանի բացատրություններից, բայց ինքը պատասխանել է հրապարակային իր ելույթներով եւ քայլերով։ Այդ քրոնոլոգիան էլ ձեզ ասեմ։